նախապես գործածություն չկայացավ։ Նախ ասեմ, որ ակցիան կայացավ, ես ձեր հետ համաձայն չեմ հաստատելմանը։ Մեր հիմնական նպատակները, որ դրված են, որ բանվեցվի տնտեսական գործունեությունը եւ շինարարական գործունեությունը, ապա սկսվի ուրեմն ապամոնտաժումը ապօրինի կառույցների եւ հատուցվի այն վնասը, որ հուշարձանը տրված է եւ եթե այս պայմանները չբավարարվեն, ապա կառուցապատողի ձեռքից հուշարձանը վերցնես օտարել է պետության եւ ժողովրդի։ Ահա մեր ուրեմն շարժման նպատակները։ Հիմա թե ինչ ձևերով դրան կհասնենք, ինչ ակցիաներ կանենք, որտեղ կանենք, որ ժամերին կանենք, դա անդադ փոխվելու է։ Հիմա մենք այսօր ականատես եղանք, որ մի ուրիշ մեր քաղաքացիների հատված այդտեղ ակցիա է անում, որը մեզ կարծում ենք ի նպաստ է։ Շատ մենք գոհ ենք, որ այդ քաղաքացիները հազարներով հավաքվել են եւ իրազեկում էին մեր քաղաքացիներին, ամբողջ ժողովրդին, որ կա լուրջ խնդիր ծածկաշուկայի հետ կապված։ Այդ իրազեկման համար մենք անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր եկել են այդտեղ հավաքվել են, որտեղ դրա շնորհիվ շատ ավելի մարդ սկսեց ուրեմն հետաքրքրվել եւ վստահ եմ նաեւ հարցերին պատասխաններ կտրվեն, թե ինչու են մարդիկ հավաքվում մի քանի օր շարունակ եւ այստեղ պիտի մի բան ուղղակի ավելացնեմ, որ այս ամեն ինչի մեջ իհարկե կա հստակ միտում ժողովրդի մի հատվածին մյուս հատվածի դեմ անելու եւ մենք շատ լավ գիտակցում ենք դա եւ երբեք չենք տրվելու այդ սադրանքներին։ Պետական են մարմինները, որոնք պիտի զբաղված լինեն մեր բնակիչների, մեր քաղաքացիների իրազեկությունը բարձրացնելու համար, որ մեր քաղաքացիների համար, որ սա պարզ սեփականություն չի, մասնավոր սեփականություն չի, սա հանրապետական նշանակության շենք է եւ ունի որոշակի համաժողովրդական սեփականության հանգամանք, որ բոլորը, սա բոլորինն է, սա ինչ-որ մարդունը չի, առավելես մի խմբինը չի, սա բոլորինն է եւ պետք է այդ մշակույթի նախարարության ուղղակի դիադորության տակ է, որ ինքը բարձրացնի մեր բնակչության իրավագիտակցությունը, նաեւ մշակութային ժառանգությունը քարոզի եւ դրա համար կան հանրային հեռուստատեսության, որը չի օգտագործվում, օրեր շարունակ փաստորեն եւ այլն։ Այսինքն մենք այստեղ ակնհայտորեն զգացվում է միտում ժողովրդի մի հատվածի մենք այդ սադրանքներին չենք գնալու։ Հետ սադրանքների պայմաններում կարծում եմ շատ դժվար կլինի պայքարի հաղթանակ ակնկալ, երբ ժողովրդի երկու հատված միմյանց դեմ են։ Տեսեք պետական մարմինները սադրանքներ կլինեն, բայց դժվար չի լինի։ Հակառակը, ես կարծում եմ այս սադրանքները մեզ օգնելու են։ Պետական մարմինները ամեն ինչ արեցին, որ իրենց հարթության վրա հարցը չլուծվի, հա, տեսեք դատախազությունը ասաց, որ ոչ մի հանցակազմ չի տեսնում շինարարության մեջ, նախարարությունը ասում է, որ ես ամեն ինչ արել եմ ինչից կախված էր, քաղաքապետարանը լռում է, քաղաքաշինության նախարարությունը լռում է, հիմա հարցը տեղափոխել են այսպիսի հարթություն եւ կառավարությունն է առաջանում, դուք ինչպիսի լուծման ձև եք տեսնում այս ամեն ինչի։ Եթե հարցը շատ դժվար է, ես նորից պիտի պնդեմ, որ այստեղ եթե պետությունը չի գործում, անկարողություն է ցուցաբերում, հասարակությունը պետք է հասկանա եւ բնականաբար ինքնակազմակերպվի իր շահերը պաշտպանելու համար, ինչը եւ անում է հասարակությունը ներկայումս։ Սա է միակ ձևը, եթե պետությունը ուրեմն հրաժարվում են, պետական պատկան մարմինները հրաժարվում են իրենց պարտականությունները կատարելուց, իսկ իրենց մենք բոլորին վճարում ենք, իրենց ավտոների համար, իրենց տեղերի, իրենց ուղևորությունների համար, ուրեմն մենք վճարում ենք, որ իրենք անեն, չէ՞։ Եթե իրենք չեն անում, ուրեմն մենք կանենք։ Ժողովուրդը ինքը իր ձեռքը ինքնակազմակերպելով կվերցնի իր երկրի ճակատագիրը, իր ժառանգությունը իր ձեռքը նորից։